Ես ապրում եմ իրենց հարևանությամբ, Սամվել Կարապետյանի հարևանությամբ, մենք զբոսնում էինք, հաղթանակի զբոսայգում զբոսնում էինք, ինչ որ մեքենաների բան զգացինք, այդ վերջի մասում էինք զբոսնում, ինչա կատարվում, հետո բարձրացանք ու տեսանք, որ այդ ոստիկանական մեքենաներ են վրիվ այսպես կանգնած, հետո եկանք մոտիկացանք, Սամվել Կարապետյանը ինքը դուրս էր եկել, ասեց, ես դուրս եմ եկել, որ դիմավոր եմ հյուրերին ինձ տանեն, հենց Սամվել Կարապետյանը ասեց, թող ինձ գա, ինչի են ուշանում, ինչի չեն գալիս ինձ տանեն ձերբակալեն, ինքը ոնց որ թե սպասում էր, ու նույնիսկ ծխում էր, ես մտածում եմ, որ վերջին ծխախոտը կլինի, բայց ինքը անհամբեր սպասում էր, հարցնում ենք, բա ինչ ա եղել, ինչի համար եւ այլը, լրագրողներն էին հարցնում, դե մենք էլ բնական անհանգիստ ենք, ասենք, իր համար մեր հայ ազգի հպարտությունն է ինքը ասեց ոչ մի բանից տեղյակ չեմ։ Հետո դուք Սամվել Կարապետյանն եք, թե եղբոր Կարեն Կարապետյանի հետ որ այստեղ ծխում եք, քանի որ նրան մենք տեսանք այստեղ։ Սամվել Կարապետյանը ասեց, ես դուրս եմ եկել հյուրերին դիմավոր եմ։ Հետո եղբայրը եկավ լուրեր էր հայտնում, լուրեր էր տալիս էլի եղբայրը։ Ահագին էլ նման է։ Այստեղից նշեցին, որ շուրջ 45 հոգու են բերման ենթարկվել։ Դուք տեսել եք այդ գործընթացը տանելու դիմակավորված Չէ, ես չեմ տեսել, ինքը հայտարարեց, Կարապետյանը հայտարարեց, որ մոտ իմ իմանալով 45 հոգի բերման են ենթարկվել եւ ինչ որ տուժողներ են եղել։ Հայտարարությունները մի կողմ, դրանք մենք արդեն լսել ենք։ Դուք էլ ինչի եք ականատես եղել։ Դե ականատես ենք եղել այստեղ միջադեպեր, ինչ որ ոստիկանության հետ կապված, էլի ինչ որ միջադեպեր բան, էլի մենք ժողովրդի հետ քաշվեց եւ այլը, բայց ասենք այն, որ ինքը պատրաստական էր գնալու եւ սպասում էր, որ ոչ մի դիմադրություն, ոչ մի բան չկար, այդքանը տեսանք։ Իսկ փողոցում այդ ժամանակ երեխաներ կային, ինչ վիճակի սորաբար լինում են այդ ժամերին։ Փողոցում լինում են երեխաներ, բայց այդ ժամին քիչ երեխաներ բան կային էլի փողոցում, ամբողջ ոստիկանության այդ մեքենաներն են բնական է էլի խուսափում է մարդիկ երեխահու չէին թողել այդտեղ անա։ Այս արդեն իսկ փակել էին։ Փողոց փակել էին արդեն։ Դե ես այդպես էլ մտամոլոր եկած սպասում ենք, ամեն օր մի նոր շոու ենք սպասում, որ մի նոր բան պետք է լինի։ Ուզում եմ ասեմ, դա ժողովրդի համար անակնկալ չի։ Եվ ճիշտ էլ ասում էր էլի Սամվել Կարապետյանը, որ ասում էր այս ասֆալտին թող գան պարկեցնեն։ Այսինքն ասֆալտին պարկեցնելու մեր այն ճանաչված մարդկանց, մեր հարգված մարդկանց ասֆալտին պարկեցնելու քաղաքականություն ա գնում։